Կապանի լեռնահարստացման կոմբինատում մեծ ուշադրություն է դարձվում մարդկային ռեսուրսի կառավարմանը։ Ձեռնարկությունում պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են անցկացվում երիտասարդների համար, իսկ ոմանք էլ աշխատանքի են անցնում։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, վերջին տարիներին Կապանի կոմբինատում աշխատել ցանկացողներին մեծ հոսք կա։ Լավագույնները ղեկավարության աչքից չեն վրիպում։ Այսօր հանրապետությունում շատ արագ զարգացող ոլորտ է, միանգամից ներկապահին ակտիվ գործունեություն պատրաստում ծավալ մի քանի հանքավայր, իսկ բոլոր հանքարդյունաբերողները հասկացել են, որ կադրերը ամենաթանկ ռեսուրսն է իրանց ոլորտում։ Ընդհանրապես ոլորտը որպես այդպեսին չհնացող ոլորտ է, դեռևս հազարամյակներով գալիս է եւ գնալու է։ Լիչքվազի պլանավորման բաժնի ղեկավարն ասում է, ընկերության կազմակերպած դասընթացների շնորհիվ են կարողացել համալրվել որակյալ մասնագետներով։ Լիչքվազում պլանավորման ինժեներներից մեկի գործառույթը փոխվեց եւ հարկ եղավ փոխարինել իրան նոր երիտասարդ կադրով եւ հենց ամբողջ միտքը սկսվեց այդտեղից, եթե մենք պետք է սովորացնենք, ինչու՞ չէ, դա դարձնենք մասշտաբային եւ հենց կարելի ասած այդ կետից սկսվեց այդ գործընթացը։ Քննությունների արդյունքում ընտրեցինք այն երիտասարդներին, ովքեր կարողանում են վերլուծել, համաբանություն ունեն, ճիշտ է նրանք ընդհանրապես լեռնային գործից մարդիկ էին, բայց մեզ ընդհանրապես պետք էր, որ ճիշտ մարդկանց ընտրենք ու այդ ռեսուրսը պետք է ծախսեինք հենց թիրախային։ Մարքշեյդերություն, երկրաբանություն, հորատապայթեցում եւ առհասարակ լեռնային գործ։ Կապանի կոմբինատի փորձառու մասնագետներն այս ուղղություններով կրթել ու գործնական գիտելիքներ են փոխանցել սկսնակներին, սպասելիքները արդարացան։ Ընդհանրապես այդ ոլորտի հետ կապ չունեն, 3 ամսում այնքան գիտելիք ձեռք բերեցին այդ մեթոդով, այնքան շատ առաջարկություններ արեցին, որ բոլորի մոտ երկմտանք չկար, որ ստացվեց։ Իրականում մենք կարողացանք գտնել այն մարդկանց, ում ման են գալիս։ Համասարանի պրակտիկայի ժամանակ եկել եմ կոմբինատ Կապանի ԼՀԿ, որից հետո աշխատանքի եմ ընդունվել արտադրատեխնիկական բաժնում, որպես ճարտարագետ լեռնային, այնուհետև արդեն հետաքրքրեց ինձ լրիվ լեռնային գործը եւ հանքարդյունաբերությունը։ Մի տարի աշխատելով արտադրատեխնիկական բաժնում իմացա, որ 3 ամսվա դասընթացներ են սկսվում, որից հետո անմիջապես դիմեցի եւ անցա դասընթաց։ Նոնա Գրիգորյանը կարելի է ասել առաջիններից է, ով առանց սեռային խտրականության կարողացավ ստանձնել ինժեների պատասխանատու գործը։ Պլանավորման բաժնում մի ամբողջ շղթա է պլանավորվում։ Պլանավորվում է ամբողջ հանքի աշխատանքը յուրաքանչյուր կետից սկսված մինչև ավարտը։ Կարճաժամկետ, երկարաժամկետ, նույնիսկ օրվա պլան, ամսվա եւ այլն։ Պլանավորման բաժնի ճարտարագետը վստահ է, հանքարդյունաբերությունը մեր տարածաշրջանի երիտասարդների համար հեռանկարային է ու հետաքրքիր, չի ժխտում, հաջողության հասնելու համար որոշակի հմտություններ են պետք։ Կարող եմ ասել, հեշտ չէ, սակայն եթե ցանկանում ես սովորել եւ պատրաստ ես սովորել, բնականաբար ամեն ինչ հնարավոր է։ Իրականում շատ պատահական եմ իմացել դասընթացի մասին, Կապանի ԼՀԿ-ի Facebook-յան էջում եմ տեսել եւ չգիտես ինչու որոշեցի գրանցվել, այս ոլորտում ոչ մի հույս չունեի, որ կաշխատեմ նույնիսկ։ Այս պահին սովորում եմ ՀԱՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնում։ Դասընթացի եմ մասնակցել, որի արդյունքում ուսումնասիրել ենք ստորգետնյա հանքի բոլոր աշխատանքները, թե ինչպես են դրանք փոխկապակցված միմյանց հետ։ Դասընթացները մեզ շատ են օգնում, որովհետև նորեկները, որ գալիս են մեր մոտ, գիտելիքների բազա են ելնում ձեռք բերած եւ մենք էլ դրա վրա մի քիչ էլ ավելացնում ենք ու պատրաստում ենք մասնագետներ։ Գաղափար պիտի ունենա մաքսեդրական աշխատանքից, երկրաբանական աշխատանքներից եւ պլանավորումից, որպեսզի ճիշտ կարողանան կառուցել, պատրաստել հորատման նախագծերը։ Անվտանգության կանոնները միանշանակ դա համար մեկնա, որ այստեղ սովորեցնում են, որովհետեւ հանքավայր փակ հանքավայր է ու համար առաջի բանը, որ պիտի մարդիկ իմանան, դա փակ հանքում անվտանգության կանոնները պահպանելն է։ Աղջիկների մուտքն այս ոլորտում կոլեկտիվը ողջունեց, թիմային աշխատանքի շնորհիվ են կարողանում կատարել բաժնի առջև դրված առաջադրանքները։
Համակարգչով ընտրում ենք սխեմաներ, թե ինչպես պետք է ապարները արբերենք, տալիս ենք հորատանցքերի տվյալները եւ հորատման եւ պայթեցման արդյունքում արբերում ենք ապարները։ Իրականում իմ կոլեկտիվում ես միակ աղջիկն եմ, սակայն տղաների հետ աշխատել այնքան հեշտ է, որ նույնիսկ չես նկատում, որ դու միակ աղջիկն ես։ Եթե ցանկանում ենք, որ մեր աշխատանքը ճիշտ իրականանա, անհրաժեշտ է ճշգրիտ մաթեմատիկական տվյալներին հետևել, քանի որ յուրաքանչյուր վերջնական թիվ բազմակի աշխատանքների արդյունք է եւ թեկուզ միլիմետրերը, թեկուզ 1 միլիմետրը կարող է շատ բան փոխել։ Որ սկզբում եկա շատ էի վախենում, ստորգետնի հանք նույնիսկ չէի պատկերացնում ինչ է, բայց երբ որ գալիս ես, արդեն հասկանում ես, թե ինչ հետաքրքիր աշխատանք է, ինչպիսի մեծ հնարավորություններ կան այս ոլորտում, արդեն ընկղմվում ես ոլորտի մեջ եւ դուրս գալը մի քիչ դժվար է։ Ապրելով Սյունիքի մարզում, կարծում եմ առաջնային ոլորտն է հենց հանքարդյունաբերությունը։ Բնականաբար ու ընտրելով այս ուղին մտածել եմ հետագա ապագայի մասին եւ կարծում եմ, որ սա ինձ համար մեծ հնարավորություն է դեպի մեծ կարիերա եւ աճ։